Մենք այսօր Տեր Հիսուսի անունով ենք հավաքվել։ Քրիստոս ծնված եւ հայտնվեցավ մեզի ձեզի մեծ ավետիս օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Ինչու ենք ասում հայտնությունը օրհնյալ լինի, որտեղ եթե ասենք ծնունդը օրհնյալ լինի, ոնց որ ծնվեց նոր եղավ, բայց ինքը կար, ուղղակի ծնունդով հայտնվեց։ Ինքը ոչ թե ծնվեց նոր եղավ Քրիստոսը, այլ ինքը կար, ուղղակի ծնունդով հայտնվեց։ Ինքը կարող է տեսիլքով հայտնվի, ինքը կարող է հրաշքներով ու նշաններով հայտնվի եւ տարբեր միջոցներով հայտնվի։ Բայց այս անգամ ինքը հայտնվեց ծնունդով, ֆիզիկական մարմին ընդունելով, որտեղ դա ծրագիր էր, որպեսզի ամբողջ մարդկությանը, որ այս մարմնի մեջ է, ինքը կարողանա փրկել, հարց Տիրոջը։ Սիրելիներ, երբ որ Քրիստոսը հայտնվեց Իսրայելին, առաջի հայտնությունը եղավ Իսրայել ժողովրդին, եւ մենք տեսնում ենք, որ Տիրոջը Իսրայելը չընդունեց։ Իսրայելի մեջ ընդունեցին մեղավորները Տիրոջը, Տեր Հիսուսին ընդունեցին գողերը, ավազակները ընդունեցին Տեր Հիսուսին, մեղավորները, շնացողները, նրանք ընդունեցին, մեղավորները ընդունեցին եւ Հիսուսին անվանեցին մեղավորների ու մաքսավորների բարեկամ։ Եվ Հիսուսը չվիրավորվեց, որ իրան համարում են մեղավորների բարեկամ, որովհետև ինքը այդպես էլ հայտարարեց, որ ինքը եկել է մեղավորներին փնտրելու, նրանց գտնելու եւ նրանց փրկելու համար։ Հարց Տիրոջը, սիրելիներ։ Ինչն էր խանգարում Իսրայելին, որ նրանք չընդունեցին այդ հայտնությունը։ Եվ այսօր երկրի վրա նույն ընթացքը շարունակվում է։ Քրիստոսի հայտնությունը հիմնականում ընդունում են մեղավորները։ Ինչու Իսրայելը չընդունեց Հիսուսին։ Սիրելիներ, ես ուզում եմ դա Սուրբ գրքից ցույց տալ Հռոմեացիս 10-րդ գլխում, Հռոմեացիս 10-րդ գլխի մեջ Եղբայրներ, հենց առաջի խոսքից մի քանի խոսք կարդում եմ։ Իմ սրտից փափագը ու աղոտ կար Աստված Իսրայելի փրկվելուն համար է։ Վասնզի կվկայեմ անոնց համար, թե Աստծո նախանձավորությունը ունի, բայց ոչ թե գիտությամբ։ Վասնզի անոնք Աստծո արդարությունը չգիտնալով ու իրենց արդարությունը հաստատել ուզելով Աստծո արդարությանը չնազանդեցան եւ իրենց արդարությունը հաստատել ուզելով, սիրելիներ, մեղքի ծածկոցը մարդի արդարությունն է։ Մինչև այսօր Իսրայելը տառապում է այդ խնդրի մեջ, եւ մինչև այսօր այդպես էլ ինքը Հիսուսին չի ընդունում։ Չի ընդունում ոչ թե որ իրանք իրանց մեղավոր են համարում։ Չի ընդունում մարդը, որտեղ մարդը իրան արդար է համարում։ Նրանք կարծես թե Քրիստոսի կարիքը չունեն։ Նրանք ուզում էին Քրիստոսին թագավոր դնել, որպես իրանց խնդիրները լուծի։ Բայց որ Քրիստոսը դառնար իրանց կյանքը, մարդը դա չի հավատում։ Դրա համար են մերժում են, սիրելիներ։ Եվ այսօր ամեն մարդի կյանքում է դա տեղի ունենում, եղբայրներ, քույրեր։ Եվ այսօր Սուրբ Հոգին այդ հայտնությունն է տալիս, որ մենք Տեր Հիսուսին ընդունում ենք եւ նպատակը որն է ընդունելու։ Որ նա մեր խնդիրներն է լուծում, հիվանդանում ենք, բժշկում է, հարցեր է լուծում, թե մենք ընդունում ենք նրա հայտնությունը որպես ճանապարհ կյանքի, որպես ճշմարտություն եւ հավիտենական կյանք։ Մենք նրան ինչի համար ենք ընդունում նրա հայտնությունը, սիրելիներ։ Եվ այսօր բուն արգելքը
բուն արգելքը, որ մարդիկ այդպես էլ Աստծուն չեն կարողանում ընդունել, որտեղ այդ մարդիկ ասում են մենք ինչ ենք արել։ Մարդիկ իրանց կարող է տեսնում են, որ ասում են անսխալական մարդ չկա, բայց մարդը ապավինում է իր արդարությանը, ասում է, որ ես այսքան բարի գործեր եմ արել, ասում է, որ ես այսքան վերջապես բարություններ եմ արել, օգնություններ եմ արել, բայց ինչու Աստված իմ այս խնդիրները չի լուծում։ Եվ այսպես մարդը Աստծուց մնում է հեռու, սիրելիներ։ Եվ այսօր Սուրբ Հոգին այս պատը մարդի եւ Աստծո մեջտեղ եղած ուզում է քանդել։ Ինչ կատարվեց առաջի մարդկանց հետ, երբ որ նրանք մեղք էին գործել, երբ որ նրանք կասկածել էին Աստծո սիրո վրա եւ ճաշակել էին արգելված պտուղը, եւ երբ որ Աստված մոտեցավ Ադամին, Ադամը ասեց Ադամ, արդյոք երար այդ պտուղից, եւ ասեց, որ այն կինը որ տվիր նա ինձ խաբեց։ Այսինքն մեղքը մեկը մեկի վրա գցելով, վերջում մեղքը գցում են Աստծո վրա։ Հասկանում եք։ Այսինքն որ դու այդ կնոջը չստեղծեիր, դու չտայիր, ես մեղք չէի գործի, այսինքն մեղավորը դու ես։ Հիմնական մարդ որ չի կարող ապաշխարի, մեղքի ծածկոցը փոխանակ Աստծո արդարությունը լինի։ Մարդի արդարությունն է սիրելիներ։ Եվ այսօր Տերը դրա համար մեղավորները կարողացան Հիսուսին ընդունել, ասեցին մենք մեղավոր ենք, ավազակ ասեց, որ ես մեղավոր եմ, մենք արժանի ենք մահվան, բայց ասում եմ Տեր, ողորման, հիշի քո թագավորությունը երբ որ կաս, ինքը իր ընտրությունն է բերում Տիրոջը, եւ Իսրայելը մինչև այսօր մտածում է, որ Աստված պետք է իրանց ծառայություն անի, Աստված իրանց ուղղակի պետք է բոլոր խնդիրները լուծի, ամբողջ աշխարհի վրա իրանց Տեր ու թագավոր պետք է կարգի, եւ ոչ թե միայն ամբողջ աշխարհը իրանց պետք է ծառայի, շողտերների Աստված էլ պետք է ծառայի իրանց փառքին եւ շահին, որ հիվանդանան բժշկի, խնդրեմ ունենան լուծի, մեկ իրանց հակառակ ենա բոլորի պատժի, ահա Իսրայելը։ Եվ այսօր սիրելիներ ամեն մարդի հոգեբանությունն է դա։ Իսկ ո՞րն է արդարությունը Աստծո առաջ։ Հիմա հայտնությունը եղել է, մեր կողմը ո՞րն է։ Այստեղ մեր կողմը ո՞րն է, սիրելիներ։ Տերը հայտնվել է իմ կյանքում, ո՞րն է իմ կողմը։ Տերը հայտնվել է քո կյանքում, ո՞րն է քո կողմը։ Դուք փառք տալիս եք Տիրոջը, որ Տերը հայտնվել է ձեր կյանքում։ Ամեն։ Ուրախ եք, որ Տերը հայտնվել է ձեր կյանքում։ Թե խանգարում է ինքը որևէ մեկին։ Խանգարում է որևէ մեկին իր հայտնությունը։ Գիտեք, մարդի հոգեբանությունը շատ այդպես ծածուկ է։ Մարդը չի ճանաչում իր ներսը։ Մարդը չգիտի ինչից ապաշխարի։ Մարդը մենակ արտաքին բաներ է հասկանում, որ պիտի ապաշխարի, բայց լուրջ ապաշխարությունը մարդը պետք է իր արդարությունից ապաշխարի, սիրելիներ։ Սուրբ Հոգին եկել է հանդիմանելու մեղքի համար եւ արդարության համար։ Ես մի ժամանակ ասում եի Տեր, մեղքի համար հասկանալի է, որ հանդիմանի Սուրբ Հոգին, բայց արդարության համար ինչ պիտի հանդիմանի։ Դու չէ որ արդարներին ես սիրում։ Դու ուզում ես որ մարդիկ արդար կյանք ապրեն։ Ուրեմն ո՞րն է արդարությունը։ Աստծուն հաճելի արդարությունը։ Այո, Տերոջ լսելիքները արդարների աղոթքին են։ Տերը հավանում է արդարներին։ Պատվական է արդարների մահը Տիրոջ առաջ։ Երկինքի դռները բաց են արդարների առաջ, բայց ո՞րն է արդարությունը, ով է համարվում արդար, Աստծուն հաճելի արդար։ Եղբայրներ քույրեր, եւ սա շատ կարեւոր է, սիրելիներ, որ այսօր կարող է մեղավորները արդարանան Աստծո առաջ, բայց շատ արդարներ մեղավոր գտնվեն ու տենց էլ երկինքի դռները փակվի իրաց համար։ Արդարությունը սա է, որ երբ որ Քրիստոսը հայտնվել է քո կյանքում, այսինքն Աստծո խոսքը հայտնվել է քո կյանքում, Աստծո խոսքը հայտնվել է իմ կյանքում, բոլոր խոսքերը մեր սրտով են թե ոչ, մեր շահին ու փառքին են ծառայում, թե մեր վնասին են ծառայում, բայց որ դա Աստծո խոսքն է, դու քո ընտրությունը տալիս ես Աստծո խոսքին։ Հալելույա։ Թեկուզ քո փառքին ու շահին վնաս է, քեզ դսեմացնում է, քեզ ծնկի է բերում, եւ այլն, քո բոլոր իշխանությունը, թագավորությունը քանդում է,
քո սրտով չի, բայց որ դու հավատում ես, որ նա ճշմարտությունն է, դու նրան ասում ես այո եւ ամեն։ Դու նրան ասում ես, որ Տեր, իմ սրտով չի, բայց ճշմարտությունը ես չեմ, ճշմարտությունը դու ես։ Իմ ընտրությունն էլ տալիս եմ քո խոսքին։ Եվ Տերը Տիրոջը ընդունելով, ճշմարտությունը ընդունելով, քո արդարությունը դառնում է Տերը։ Տերն է մեր արդարությունը, մարգարեները մարգարեացան սիրելիներ, այսինքն Տիրոջ հետ համաձայնվելն է արդարությունը, բոլոր խոսքերին համաձայնվելն է արդարությունը, բոլոր խոսքերին այո եւ ամեն ասելն է արդարությունը, կարող է դու ուժ չունես Աստծո խոսքի պահանջները կատարելու, բայց դու համաձայն ես, դու խոնարհվում ես նրա առաջ, քո ընտրությունն ես տալի, եւ Սուրբ Հոգին քեզ այդ կյանքի մեջ կաճեցնի, եւ քո մեջ կկառուցի երկնքի թագավորությունը, Աստծո խոսքի թագավորությունը կկառուցի քո մեջ։ Սա է արդարությունը։ Ես չգիտեմ ով ինչ վիճակի մեջ է, բայց Աստված քեզանից մի քայլ է ուզում։ Դու իրա բոլոր պատվիրաններին, իրա բոլոր խոստումներին, իրա բոլոր խոսքերին ձեր այոն այո լինի, ոչը ոչ, այսպես է, Տերը կոնկրետություն է սիրում։ Դու խոնարհվում ես։ Խոնարհվելը գլուխը կախելը չի։ Խոնարհվելը ընտրություն անելն է, սիրելն է, որ դու մերժում ես քոնը, մերժում ես քո հասկացածը, մերժում ես քո արդարությունը, մերժում ես քո մարդկայինը եւ Աստծո բոլոր խոսքերն ասում ես այո եւ ամեն։ Ինչու է Տերն ասում, որ իր ճանապարհը նեղ է։ Ինչու է դուռը նեղ։ Նեղ դռնից ներս մտել։ Դուռը ով է։ Հիմա տեսեք այդ հայտնության հետ մեր վերաբերմունքը ինչպես պետք է լինի։ Աստծո կողմից խնդրեմ չկա, նա հայտնվել է։ Բայց արգելքը ո՞րն է։ Արգելքը նա չի, որ Տերը չի պատասխանում։ Աղոթում ենք, պատասխան չկա, ծոմով ենք աղոթում, եկեղեցին է աղոթում։ Արգելքը մեր կողմն է, սիրելիներ, եւ Տերը ուզում է այդ արգելող պատը քանդվի հիմա Հիսուսի անունով, որ մենք կարողանանք հաղորդ լինել կենդանի Աստծո հետ, որ մենք այդ հայտնությունը վայելենք մեր կյանքում աճի եւ զորանա եւ թագավորի։ Ինչու է Տերը ասում, որ նեղ է ճանապարհը եւ նեղ է դուռը։ Դուռը ինքը Հիսուսն է։ Այսինքն Աստծո խոսքն է։ Ամեն։ Դուռը Աստծո խոսքն է։ Ամեն։ Ուզում ես բարձրանաս։ Աստծո խոսքն ասում է խոնարհվի եւ Աստված քեզ կբարձրացնի։ Ուզում ես որ մարդիկ քեզ օգնեն, բոլոր մարդիկ քեզ սիրեն, բարություն անեն։ Աստծո խոսքն ասում է, որ դու նույնը արա նրանց, ինչ որ ուզում ես քեզ անեն։ Աստծո խոսքը դուռը Աստծո խոսքն է։ Ինչու է նեղ։ Որտեվ Աստծո խոսքը մարդի սրտով չի։ Այն ինչ որ մարդի սրտով չի, շատ նեղ է դուռը, չէ՞։ Ինչ որ մարդին սրտին հակառակ է, նեղ է այդ ճանապարհը, սիրելիներ։ Բայց դուք հավատում եք, որ նա ճշմարտությունն է։ Ճիշտ է, իմ սրտով չի, նեղ է։ Մի եղբայր ասում է, ես որ խոնարհվեմ, բոլորը իմ գլխին կնստեն։ Ես ինչ ես ասում, եղբայր ջան, ասում եմ, բայց դա ես չեմ ասում, դա Տերն է ասում։ Երբ դու որպես եղբայր ինչքան ես քարոզ է խոնարհություն, բայց դու այդ խոնարհությանը չես հավատում։ Ուրեմն արդարությունը Աստծո խոսքով ներս մտնելն է, Աստծո խոսքին այդ հայտնությանը խոնարհվելն է, համաձայնվելն է, ընտրությունը տալն է, այո եւ ամեն ասելն է, եւ այդ հավատքը պահել ամեն օր, սա է արդարությունը։ Եվ Տերը դառնում է քո արդարությունը, որտեղ դու նրան ես ընդունել։ Ալելույա։ Հիսուսին ընդունել նշանակում է իր բոլոր խոսքերին ասել այո եւ ամեն։ Ոչ թե իմ կամքը լինի, ոչ թե ինչպես ես եմ ուզում, հապա ինչպես դու ես ուզում, սա է արդարությունը։ Ալելույա։ Ես հիշում եմ, որ երբ որ Տերը հայտնվեց իմ կյանքում, ես դեռ պատանի էի ու ես շատ եմ ուրախացել, անչափ ուրախացել էի։ Նոր հոգի ժամանակ այստեղ շատերս ապրել ենք, դեռ բերաններս չբացած երկինքից, այն ինչ որ խնդրում էինք, հարյուրապատիկներ թափում։ Ամեն։ Այդպես է թե ոչ։ Ամեն։
Եվ այդպես այդ օրհնությունները շարունակվելով հասավ են աստիճանի, ու ես տեսնում եմ, որ երբ որ ես նայեցի աշխարհի մարդկանց, երբ որ նայեցի իմ նախկին ընկերներին, աշխարհիկ, դե մենք մարմնի մեջ ենք, ճիշտ է հայտնվել է Տերը մեր կյանքում, բայց այս մարմինը չի դառել հրեշտակի մարմին, մարմնի օրենքները չի փոխվել, այս աշխարհը մնացել է նույն մեղքի աշխարհը, մարմնի օրենքները, մեղքի օրենքները մնացել են նույնը, բայց Տերը հայտնվել է։ Եվ ես հիշում եմ, երբ որ ես նայեցի աշխարհին, երբ որ ես նայեցի իմ հին ընկերներին, ես արդեն երևի մի տարվա կամ 2 տարվա հավատացյալ էի, ու ես տեսա, որ ես էլ եմ ուզում նույնը ապրել, որպես մարդ երկրի վրա, բայց ես արդեն հավատացյալ եմ դառել, ինձ չի կարելի շատ բաներ անել։ Եվ ես հիշում եմ, որ գնալով իմ ներսը սկսեց ավելի սրվել և Աստծո դեմ բողոքել անգամ հասնել ապստամբության, ու իմ ներսը, իմ սիրտը Աստծուն ասում էր, դու այսքան շուտ ինչի հայտնվար իմ կյանքում, դու ինձ խանգարում ես, բաներ կա ես ուզում եմ անեմ, մինչև քո հայտնվելը ես ոնց ուզում ապրում էի, ում հետ ոնց ուզում վարվում էի, ինչ ուզում անում էի, հիմա դու հայտնվել ես, ես չեմ կարում ինչ ուզում անեմ, դու այսքան շուտ ինչի հայտնվեցիր իմ կյանքում, ես բերանս փակում էի, որ ես հանգարց շուրթերով չասեմ, բայց իմ ներսն էր ճչում, հին մարդը ճչում է, մարմինն ու այրունը ասում է, դու խանգարում ես ինձ, մի քույրիկ ասում էր, որ Աստված ինձ թվում էր, որ օրենքներ է ստեղծել, և այդ օրենքներով ինձի տանջում է, երիտասարդ քույրիկ էր այդ վկայություն տվողը, և Աստված իմ աչքին շատ դաժան էր երևում, որտև բոլոր օդերը փակել ես, բայց ես հիմա ինչով ուրախանամ, ես դեռ երիտասարդ եմ, և այսպես մարդի ներսը նեղ դռնից չի ուզում ներս մտնի, որտեղ չի հավատում այդ կյանքին, մարդին թվում է, որ Հիսուսն եկել է, որ իր բոլոր հարցերը լուծի, ինչ որ սիրտը ցանկանում է ինքը կատարի, այսինքն Աստված դառնա մեր ցանկությունների կամակատարը, մարմնի եւ այրան ծառան դառնա, մեր հպարտության ծառան դառնա, բայց Հիսուսն եկել է, որ քեզի փրկի այդ հպարտությունից, Տերն եկել է, որ քեզի այդ գերությունից ազատի, դա գերություն է, դա հին մարդի գերությունն է, եւ այսպես իմ սիրտը ճչում էր Աստծո առաջ, ես ասում եմ Տեր Աստված, ես ինչ է կատարում իմ հետ, բայց իմ ներսը դա էր ասում Աստծուն, եւ դա շարունակվեց այնքան, երբ որ սիրելիներ ինձ բացվեց ճշմարտությունն է ինձ ազատել, ճշմարտությունն է բժշկել, եւ Հիսուսն ասեց, որ ես հիշում եմ այդ հայտնությունները, հաճախակի վկայել ենք սիրելիներ, որ սիրելիս, այդ ինչ որ դու ուզում ես, եւ այդ ինչ որ ես քեզ արգելել եմ, որ ասել եմ այդ ջուրը մի խմի, եթե Տերն ասել է, որ այս ջուրը մի խմի, որտեվ Աստված քեզ շատ է սիրում, դրա համար ասել է քեզ այդ ջուրը մի խմի, դա մեղքի ջրերն են, դա աշխարհի ջրերն են, նեղ է ինձ համար այդ խոսքերը, շատ, այդ ճամփան շատ նեղ է, ես մի ժամանակ անում էին ինչ որ ուզում էի, հիմա ես չեմ կարում ինչ որ ուզում եմ դա անեմ, մեկ ինձ մի խոսք ասել է, Աստված ասում է օրհնի նրան, բայց իմ սիրտ ասում է, ես 10 պետք է ասեմ, որ ես հաղթել, հիմա ես ումն եմ հավատում, սիրելիներ, ես ումն եմ հանձնվում, ով է ճշմարտությունը, որն է ճշմարտությունը, մեկը քեզ հարևանը հանիցել է, հայոյել է, երեխային ծեծել է, հայոյել է, Աստծո խոսքն ասում աղոտ կար է իր համար, անեցք մի արա, հայոյությունը, օրհնի նրան, ասում ես ինչ ես ասում, ինքը մի խոսք ասես 10 պետք է ասեմ, որ հաղթեմ, հիմի որն է ճշմարտությունը, ով է ճշմարտությունը սիրելիներ, մենք հավատում ենք ավետարանին, թե ոչ, ասում է բարիով հաղթի չարին, բայց իմ բնույթը ինչ է ասում, մեկը մի չարություն է արել, դու պետք է 10 անես, որ ինքը խեղճանա քո առաջ, բայց Աստված ասում է բարիով հաղթի չարին, Հիմա մենք հավատում ենք, որ ճշմարտությունը ես չեմ, ես հավատում եմ, թե չէ սիրելիներ, իմ ընտրությունը Տերն է, թե ոչ, այդ հայտնությանը ես դիմավորում եմ, այդ հայտնությանը այո եւ ամեն ասում եմ, թե ասում եմ դու խանգարում ես ինձի։
այսօր բժշկության օրը։ Հալելույա, տարվա սկիզբը թող շատ սրտեր այսօր այդ հայտնության ասեն այո եւ ամեն բոլոր հարցերում, համաձայն եք թե ոչ։ Հալելույա Հիսուսին։ Հիմա Հիսուսը Գեթսեմանի պարտեզում որպես երկրորդ Ադամ աղոթք է անում, ասում է Հայր, եթե հնարավոր է դու ամենակարող ես, անհնարին ոչինչ չկա քո մոտ։ Եթե հնարավոր է ես այս գավաթը չխմեմ, այսինքն ուրիշ ճանապարհով է փրկության հարցը լուծի։ Դու ամենակարող ես, ամեն ինչ կարող ես անել։ Իսկ երկինքը լուռ է, երկինքից հրեշտակ է եկել եւ զորացնում է Քրիստոսին, որ դու պետք է խաչվես։ Հիմա իր ստեղծած մարդիկ պետք է թքեն իր վրա, պետք է ապտակեն իրան, պետք է հայոյեն, պետք է անարգեն, պետք է խաչեն, ու ինքը պետք է օրհնի իրանց։ Սիրելիներ, սա սարսափելի խաչ է։ Խաչի մահը, խաչը լոկեն փայտը չէր, որ ինքը կախված էր։ Այդ խաչի վրա ավազակներն էլ էին կախվել։ Շատ ծանր խաչ է, որ իրան հայոյողներին, իրան անիծողներին, իրան մեխերը զարնողներին ինքը պետք է օրհներ եւ ասեր հայրների սրանց, փրկի սրանց, իրան սպանողներին պետք է ասեր հայր փրկի սրանց։ Սա է խաչը, սիրելիներ, շատ ծանր էր, բայց Հիսուսը մեզի օրինակ թողեց, ասեց, որ հայր, ոչ թե ինչպես ես եմ ուզում, մարմինը տկար է, մարմինը համաձայն չի, բայց ոչ թե ինչպես ես եմ ուզում, ապա ինչպես որ դու ես ուզում։ Եվ Հիսուսը, որպես երկրորդ Ադամ, ներս մտավ ներդռնից, եւ ինքը փրկեց, այդ ամբողջ մարդկությանը փրկեց, ալելույա, ինքը խաչվեց եւ բոլորին փրկեց, սիրելիներ, փրկության դուր հանդիսացավ, եւ այդ իրան խաչողները, մեղավորները, որ իրան մերժում էին, այսօր ամբողջ աշխարհը ծնկի է գալիս, շատ մեղավորներ ծնկի են եկել, դրա համար աշխարհակալ մարդիկ, որ գրավել են ամբողջ աշխարհը, տարբեր մարդիկ ես անուններով չեմ թվարկում, բայց մեկը վերջում իրանք տանուլ են տվել, բայց եւ հայտարարել են, մենք սրով, նիզակով, ատոմային բոմբով չկարողացանք աշխարհը գրավել, բայց Հիսուսը սիրով բոլորին ծնկի բերեց իր առաջ, հալելույա, փառավորվի Տիրոջ անունը, հիմա մենք այդ հայտնությանը ինչ ենք ասում, սիրելիներ, մեր սիրտը ինչ է ասում եւ Աստծո խոսքի հայտնությունը ինչ է ասում։ Հիմա այդ աղոթքի ժամանակ, որ մենք պետքա Տիրոջ առաջ կանգնենք, մեր կողմը պետքա բերենք։ Եվ դա կլինի քո արդարությունը եւ քո մեղավորությունը։ Եթե հարցեր կա դու համաձայն ես, սա է մեղքը։ Մնացած արարքները հետևանք են։ Եվ արդարությունը սա է, որ քո սրտով չի, բայց դու հավատում ես, որ նա ճշմարտությունն է։ Եվ դու խոնարհվում ես, ծնկի ես գալու, ասում ես, ես այդպես չեմ ուզում, բայց ոչ թե ինչպես ես եմ ուզում, հապա ինչպես դու ես ուզում, որտեղ ճշմարտությունը ես չեմ, դու ես։ Այդ հայտնությանը այո եւ ամեն մեր ընտրությունը հաստատենք, փառավորենք այդ հայտնությանը, սիրելիներ։ Եվ երբ որ ինձ բացվեց, որ Տերը այն ինչից որ ասելա այդ ջուրը մի խմի, այդ աղբանոցից դա աղբանոց է, դա ուտելու բան չի, տղա ջա, ես քեզ սիրում եմ, կյանքը Հիսուսն է, ճշմարտության հայտնություններն են մեզ բժշկել, սիրելիներ, եւ այդ ճշմարտության հայտնություններն են մեզի օգնել, որ մենք նեղ դռնից ներս մտնենք, մերժելով մարմնի թելադրած կյանքը եւ ավետարանի հայտնությանը այո եւ ամեն ասելով։ Եվ քանի որ ամեն օրվա պատերազմ է, ամեն օր մեր ընտրությունը կարիք ունենք հաստատելու, որ այդ հայտնությունը մեր մեջ աճի եւ զորանա ու թագավորի Հիսուսի անունով։ Կանգնենք Տիրոջ առաջ, եղբայրներ, քույրեր։ Եվ տարվա սկզբին մեր ուխտը նորոգենք Տիրոջ հետ։ Ասենք որ Տեր մարմինը տկար է, շատ հարցերում համաձայն չի, բայց ճշմարտությունը դու ես։ Ես ասում եմ այո եւ ամեն։ Դու սովորացրել ես այդ աղոթքը ինձի, ոչ թե ինչպես ես եմ ուզում։ Իմ սիրտը ասում է, որ եսի քեզ ցավացրել է, մռմռացրել է քեզ։ Դու նույնը արա իրան։ Ես էլ ասում եմ Տեր, ոչ թե ինչպես ես եմ ուզում, ապա ինչպես որ դու ես ուզում։ Մարմինը ասում է, դու ումից ես պակաս։ Այդքան էլ հնարավորություններ ունես։ Դու դեռ ջահել ես, երիտասարդ ես, աշխարհը վայելի։ Բայց Աստծո խոսքը ասում է կյանքը Հիսուսն է։ Ես ասում եմ Տեր,
Ես քո խոսքերին ասում եմ այո եւ ամենի մտրությունն եմ ասում փառավորվի քո անունը մերժելով մարմնի եւ այլն թելադրանքը փառավորում ենք քեզ